ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում։ Անշուշտ այս ինչ որ ասում եմ վերացական զգացողության մասին չեմ ես խոսում և կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը։ Լույս հիմնադրամը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ հիմա ավելի ճիշտ է ասել այդ կենտրոնների ցանցը, որովհետև Թումո կենտրոն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում, սկսել է աշխատանքները Նոյեմբերյանում, կարծում եմ տեսանելի ապագայում այդպիսի աշխատանքներ մենք սկսենք Վանաձորում և Հանրապետության այլ քաղաքներում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տրվող տարբեր մակարդակի խրախուսական մրցանակները, Արմաթ անունը ստացած ինժեներական լաբորատորիաների ցանցը, որ արդեն գործում է Հանրապետության 200-ից ավելի դպրոցներում, ճիշտ թիվը 208 է, այդ խմբակներում 4500-ից ավելի դպրոցականներ սովորում են ծրագրավորում, ծանոթանում են ինժեներական, տարրական գիտելիքների և ստեղծում են պարզ ռոբոտներ։ Այս ամենը հենց խոսուն վկայությունն է այդ քաղաքականության։ Եվ այդ քաղաքականությունը անշուշտ երկարաժամկետ քաղաքականություն է, որի արդյունքները, իրական արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում։ Եվ այդ արդյունքները իհարկե շատ դրականորեն ազդելու են մեր երկրի տնտեսության զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության վրա։ Բայց այնուհանդերձ, թեև այս ծրագրերը հեռահար նպատակներ ունեն, այսօր մենք կարող ենք խոսել արդեն որոշակի արդյունքների մասին։ Եվ ուզում եմ տարբեր ոլորտներից ուղղակի մեկական օրինակներ բերել, հենց սկսել Լույս հիմնադրամից և ասել, որ երբ որ մենք 2007 թվականին սկսում էինք այս ծրագիրը, մենք որոշեցինք ֆինանսական օժանդակություն, աջակցություն ցուցաբերել աշխարհի 20 լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին, որովհետև աշխարհի 20 լավագույն բուհերում այն ժամանակ սովորում էին մի քանի հայ երիտասարդներ, հաշված թվով երիտասարդներ, բայց արդեն որոշ ժամանակ հետո մենք որոշեցինք այդպիսի օժանդակություն ցուցաբերել աշխարհի լավագույն 10 բուհերում սովորողներին, որտեղ նրանց թիվը կտրուկ աճեց, և այսօր մենք տիկին Ժակլինի հետ կհանձնենք հավաստագրեր արդեն աշխարհի լավագույն 8 համալսարաններում սովորող 60 ուսանողների։ Սա առաջընթաց է, որ մենք անպայման պետք է տեսնենք։ Հաջորդը արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ, որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք,
օրինակ, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին վերցրած շահում են 10-ից 12 մրցանակներ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է օրինակ Թուրքիան, 80 միլիոնանոց Թուրքիան, եւ կարծում եմ, որ դա մեր երեխաների, մեր դպրոցականների ուղղակի փայլուն ձեռքբերումներից մեկն է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած մրցաշրջանում արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմը մրցանակ ստացավ համաշխարհային ուսանողական մրցությունում։ Սա իրոք հուսադրող է եւ խոսում է այն մասին, որ կամաց մեր բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ համալրվում են այն դպրոցականներով, որոնք արդեն գիտակցում են գիտելիքի եւ ուսման կարեւորությունը։ Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր Թումո կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի։ Սա իրոք ձեռքբերում է եւ ուզում եմ նաեւ ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին, նրանց ուսուցիչներին, որովհետեւ այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետեւ այսպիսի ձեռքբերումները, եթե սրանք լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար համագործակցել Հայաստանի հետ։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ այս հանգամանքը մենք մշտապես պետք է խրախուսենք, պետք է ընդգծենք։ Իրոք այսպիսի հաղթանակները ստեղծում են մի այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից եւ պատվաբեր եւ մյուս կողմից սովորական երևույթ, որովհետեւ մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք։ Եվ ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն մի ստարտափի հաջողություններ մեզ մոտեցնում են մեր նպատակին՝ լինել առաջադեմ եւ անվտանգ երկիր։ Հուսով եմ, սիրելի երիտասարդներ, որ այստեղ ներկա լույս հիմնադրամի հին եւ նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն դերակատարության մասին, որ իրենք պետք է ունենան Հայաստանի զարգացման գործում։ Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել լույս հիմնադրամի շահառուների առաջ։ Կարծում եմ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք ռազմավարական վերանայում իրականացնենք լույս հիմնադրամի աշխատանքների եւ ծրագրերի։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի կոնկրետ մասնագետների։ Օրինակ, այսօր մեր երկրում կարիք կա 10,000-ից ավելի ծրագրավորողների եւ ճարտարագետների։ Չունենք այդ ռեսուրսը։ Եվ մենք պարտավոր ենք լույս հիմնադրամի այսպես օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին։ Իհարկե, ես չեմ ուզում այստեղ հիմա մենք քննարկենք այդ փոփոխությունները։ Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնեն եւ դա կլինի եւս մեկ ապացույց, որ լույս հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ լույս հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը։ Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական
հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողությունների հետ։ Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքների պաշար, իրենց անձնական հաջողությունները փորձեն ունենալ Հայաստանում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները չկան, բայց մյուս կողմից ուզում եմ, որ դուք էլ շատ լավ հասկանաք, երբ որ Հայաստանում այդպիսի պայմաններ կլինեն, արդեն Հայաստանը օժանդակողների կարիք չի ունենա։ Իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է իր նպաստը բերելու այդպիսի երկիր ունենալու գործում։ Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքների շնորհիվ արժանացել են խրախուսանքի, արժանացել են օժանդակության։ Ձեզ բարի երթ եմ մաղթում եւ ինչպես միշտ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելն է, որովհետև այսպիսի հանդիպումների ամենակարևոր մասը դա է։ Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ խնդիրներ, ինչ խնդիրներ կան եւ որ ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը։ Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել շատ արագ փոփոխվող աշխարհում։ Շնորհակալ եմ եւ պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, պատրաստ եմ լսելու ձեր ծրագրերի մասին։